Եկեղեցի պետք է հնարավորինս պատշաճ կերպով մտնել։ Այսօր ցավոք սրտի մենք իրավիճակներ ենք տեսնում, երբ որ մարդը, հատկապես կանայք, եկեղեցի են մտնում կիսամերկ, եկեղեցի են մտնում առանց գլխաշոր, եկեղեցի են մտնում շպարված, եկեղեցի են մտնում ոչ հարիր եկեղեցու հագուստին։ Բայց Պողոս առաքյալն ասում է. կինը թող եկեղեցի մտնի ոչ թե տեսակ զարդերով զարդարված, այլ հոգու առաքինություններով։ Այսօր մենք գնալով քիչ-քիչ կորցնում ենք այդ հոգու առաքինություններով զարդարված կնոջ կերպարը։ Մենք այսօր ավելի ըմբոստ, ավելի սանձարձակ, իբրև թե խոնար, բայց ավելի շատ հպարտ, իբրև թե հավատքով, բայց ավելի շատ ձևապաշտ։ Նման իրավիճակների մեջ ենք մենք հայտնվում շատ հաճախ եւ չենք էլ կարողանում ընկալել կամ ընդունել այն հոգեվոր խորհուրդը, ինչպես պետք է մարդը առհասարակ իրեն պահի եկեղեցու։ Նախ պիտի ընկալենք, որ եկեղեցին դա Աստծո տունն է։ Եկեղեցում մենք գալիս ենք Աստծո հետ հանդիպման։ Ճիշտ է, Աստված ամենուր է, որովհետև երկրագունդը Աստծո ոտքերի պատվանդանն է եւ յուրաքանչյուր սանտիմետր Աստծո ներկայությունն է։ Բայց երբ որ հատկացված մի վայր կա, որտեղ կատարվում են աստվածպաշտական արարողություններ, եւ դա քարեղեն կառույցն է իբրև տաճար, իբրև Աստծո տուն, եւ մենք գալիս ենք այդտեղ աղոթք անելու, գալիս ենք այդտեղ Աստծուց ողորմություն խնդրելու, ներում խնդրելու, գալիս ենք մեղքերի թողություն խնդրելու, բայց գալիս ենք ոչ պատշաճ հագուստով, ոչ պատշաճ հագ ու կապով կամ արտաքին երևույթներով, ապա պետք է կարողանանք ընկալել Աստված ինչպես պիտի մոտենա մեր աղոթքին։